Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները ավելի են մոտեցնում Միացյալ Նահանգներին մեր տարածաշրջանին։ Վերջին շրջանում ամերիկացի պաշտոնյաները առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերում ադրբեջանական նավթի ու գազի նկատմամբ ու փորձում են ամեն կերպ իրենց կողմ քաշել Բաքվին։ ԱՄՆ-ն արդեն մտել է տարածաշրջան, արդեն սկսել է համագործակցել Ադրբեջանի հետ։ Երեկ ավարտված Բաքվի էներգետիկ շաբաթ կոնֆերանսի ժամանակ 130 միլիարդ եկամուտով ամերիկյան Exxon ընկերությունն ու ադրբեջանական պետական նավթային ընկերություն Սոքարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, ըստ որի ադրբեջանական գազի ու նավթի նոր պաշարներ պետք է արտահանվեն Եվրոպա։ Փորձագետները նկատում են սպիտակ տան քաղաքականությունը չի փոխվել։ Ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի վարչակարգը ձգտում է հարավային Կովկասի գործընթացներից դուրս թողնել Ռուսաստանին ու Իրանին ու ինքը դառնալ դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հիմնական մատակարարն ու բաժնետերը։ Մանավանդ, երբ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին սանկցիաների տակ հայտնված Մոսկվան Բաքվի հետ համաձայնություն ձեռք բերեց, ըստ որի ռուսական գազը Ադրբեջանի տարածքով պետք է հասնի Եվրոպա։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը հետաքրքիր է ուրիշ խաղացողներին ոչ այնքան իր նավթային ռեսուրսներով, ինչի մասին Հայաստանում շատ են խոսում, այլ իր աշխարհաքաղաքական դիրքով։ Սա միակ երկիրն է, որը կարող է ապահովել արևելք-արևմուտք այս ճանապարհը առանց Ռուսաստանի եւ առանց Իրանի։ Հին աշխարհամաս հոսող բոլոր նավթագազային ծրագրերում իր ներդրումն ու առյուծի բաժինն ունի Վաշինգտոնը։ Վերջինը 11 միլիարդ դոլար արժողությամբ տրանսադրիատիկ, թափ եւ տրանսանատոլիական թանապ ծրագրերն են, որոնք կյանք են կոչվել 2020-ի նոյեմբերին։ Այս ծրագրով են գազ ստանում Հունաստանը, Ալբանիան, Իտալիան։ Միացյալ Նահանգները վստահեցնում է, թե Ադրբեջանի հետ էներգետիկ առևտրով ու համագործակցությամբ խաղաղություն է բերելու հարավային Կովկաս։ Պետդեպի գլխավոր խորհրդականը, որ 2 օր առաջ Ադրբեջանում էր, հայտարարել է, թե ադրբեջանական Սոկարի հետ քննարկել է էներգետիկ համագործակցության հեռանկարները հարավային Կովկասի բարգավաճման համար։ Փորձագետները հիշեցնում են, հենց նավթադոլարներով է Ադրբեջանը մի քանի անգամ ռազմական ուժ կիրառել հայ ժողովրդի նկատմամբ, ինչի համար անպատիժ է մնացել։ Կարծում եմ սա ավելի շատ քարոզչական ինչ-որ sense թեզ է, որովհետև մենք տեսնում ենք, որ օգտագործելով նավթային եւ գազային ռեսուրսները, գումարները, Ադրբեջանը կարողացավ զինել իր բանակը եւ իրականացնել մի քանի ագրեսիվ պատերազմ Արցախի եւ Հայաստանի դեմ։ Իգիթյանը կարծում է, որ եթե Միացյալ Նահանգներն իսկապես ուզում է խաղաղություն բերել Կովկաս, պետք է դադարեցնի Բաքվի հետ ցանկացած համագործակցություն ու անցնի պատժամիջոցային քաղաքականությանը։ Եթե լիներ այնպես, որ ամերիկացիները ասեին, որ այլևս մենք Ադրբեջանի չենք համագործակցելու, սա իհարկե շատ բան կարող է փոխել տարածաշրջանում։ Իդեպ մեր թշնամին պլանավորում է մինչև 2030 թվականը ավելացնել բնական գազի արտահանումը 8 միլիարդ խորանարդ մետրով։ Հասմիկ Սերոբյան, Նորայր Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։